ցանկացած իշխանավոր այս համակարգով դառնում է պատասխանատու քաղաքացու առաջ։ Ուրեմն տեսեք, երբ ես ասեցի նախագահի պաշտոնը վերանում է, ոչ թե վերանում է, այլ երկրի իրական տերերը, քաղաքացիները, տվյալ դեպքում 3 միլիոն քաղաքացի, նրանք որպես իսկական տեր ոչ թե ընտրում են, այլ ասում են ես երկրի կառավարման բաժնետոմս ունեմ, վերցրու 2 տարով տալիս եմ քեզ, լավ կկառավարես, նկատի ունեմ վարչապետին, հետո էլի կընտրվես։ Դրանից բացի ասում է, բայց քեզ վերահսկողը պետք է ընտրում ենք ազգային ժողովի 2 տարով։ Մարդիկ կան ասում են, օ 2 տարովը հաճախ է, ժողովրդավարությունը հաճախ է քեզ վախեցնում է։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Շատ հետաքրքիր գաղափար է, ես անպայման ինքս կնայեմ եւ խորհուրդ կտամ նաեւ մեզ դիտող մարդկանց նույնպես ուսումնասիրեն։ Բայց եթե կարելի է մինչև ձեր հարցը տալ ասեմ, որ այստեղ մի կարևոր բան կա, երբ Հայաստանը այս համակարգը ընդունում է, ինքը դառնում է քաղաքակրթության առաջատարը եւ գլխավոր բարելավող բարեկարգողը։